Հա, ինձ կնայ։ Վերջերս շատ են զուգահեռներ անցկացնում Արցախի եւ Սիրիայի դեպքերի հետ կապված, նաեւ ինչ կլիներ, եթե արցախցիները մնային այնտեղ եւ շատ հավանական է, որ նույն ճակատագիրը կարող է նրանց սպանել։ Դուք այս առումով ինչ կարծիք ունեք։ Հնարավոր է արցախցիների նորմալ արժանապատիվ գոյությունը այն պայմաններում, որով առաջարկվում էր։ Միանշանակ հնարավոր չէր եւ սա որևէ մեկը չի կարող վիճարկել, քանի որ Ադրբեջանը 20 թվից ի վեր աստիճանաբար այն միջավայրն է ձևավորել, չհաշված 20-ից առաջ տեղի ունեցող ատելության քարոզ եւ այլն, այն միջավայրն է ձևավորել, որ արցախցիները չկարողանան ապրել Արցախում։ Եվ իրենք հնարավորինս արել են, որ այսպես ասած ոչ ուղիղ ու մասսայական ցեղասպանությամբ, արյունահեղությամբ կարողանան ազատվել արցախցիներից։ Այսինքն իրենց պետք էր Արցախը առանց հայերի, առանց բնիկ բնակչության։ Եվ դա արել են իրենք բլոկադայով, հայատյացության քարոզչությամբ, հոգեբանական տեռորով, ագրեսիաներով, քաղաքացիական անձանց ու օբյեկտների թիրախավորմամբ, տոտալ անորոշության ձևավորմամբ եւ այլն եւ այլն։ Իսկ եթե արցախցիները մենք մնայինք այնտեղ, այո, ռիսկը շատ մեծ է, որ կարող էր նաեւ մասսայական արյունահեղություն։ Ռիսկը շատ մեծ է, որ կարող էր այո, մասսայական արյունահեղություն ու բարի բուն իմաստով ցեղասպանություն տեղի ունենար, քանի որ այդ դեպքում ադրբեջանցիները կրկին պետք է ազատվեին հայերից, արդեն զանգվածային ոչնչացման մեթոդներ կիրառելով։ Եվ մենք Սիրիայում ինչ ենք տեսնում, որ անպաշտպան փոքրամասնություն, էթնիկ եւ կրոնական փոքրամասնություն, որը պայքարում է իր իրավունքների համար, իր հայրենիքում բնակվելու համար, բայց իրենց պայքարը դեմ է թուրքական, հատկապես թուրքական ծավալապաշտական նկրտումներին, Թուրքիայի հովանու ներքո գործող հանցագործ, այսպես ասած, ստորաբաժանումները իրենք կրկին ցեղասպանական մեթոդաբանություն կիրառեցին եւ մասսայական ոչնչացման, ֆիզիկական ոչնչացման գործիքակազմով մի կողմից ազատվեցին ֆիզիկապես հազարավոր, միգուցե տասնյակ հազարավոր քաղաքացիական զինվորական անձանցից, մյուս կողմից այնպիսի ահաբեկչություն սերմանեցին, հոգեբանական ահաբեկում սերմանեցին բնակչության շրջանում, որ կարող է մասսայական, միգուցե նաև ամբողջական տեղահանում հրահրել այդ բնակչության շրջանում։ Եվ սա նույն թուրքական ձեռագիրն է, որը տարբեր տեղերում կիրառվել է նաև 20-րդ դարի սկզբին մեր հանդեպ եւ կիրառվել է նաև Ադրբեջանի կողմից ինչ որ հիբրիդային լուծումներով Արցախի ժողովրդի հանդեպ։ Պարոն Բեկլայան, այս օրերին շարունակվում է Բաքվում կեղծ դատավարությունը, Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ քայլեր են անում, սակայն դրանց մասին այնքան էլ չեն հայտարարում։ Ձեր կարծիքով այդ չերևացող քայլերը իրոք կատարվում են եւ ինչ արդյունք դրանք կարող են ունենալ, արդյոք դրանք կարող են արդյունավետ լինել ազատ արձակման առումով պատանդների։ Ոչ մի քայլ առ այսօր արդյունավետ չի եղել, ոչ Հայաստանի իշխանությունների կողմից կատարված, ոչ որևէ մեկի կողմից կատարված, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է մեզնից կախվածը անենք։ Հայաստանի իշխանությունները այո, կարող է որոշ քայլեր կատարել են ու վստահ եմ, որ կատարել են, որոնք մի մասը տեսանելի են հատկապես վերջին շաբաթներին, դա կլինի հայտարարություններ, ինչ որ գնահատականներ եւ այլն, մի մասը այո վստահ եմ, որ տեսանելի չեն, բայց խնդիրն այն է, որ թե ինչ կարող էին կատարել եւ ինչ են կատարել, այստեղ շատ մեծ տարբերություն կա։ Եվ մենք խոսում ենք չիրացված հնարավորությունների մասին, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեին շատ ավելին, 23 թվից սկսած, 20 թվից սկսած, բայց հատկապես 23-ի սեպտեմբերից սկսած Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են իրենց ջանքերի մակարդակը եւ ազդեցությունը գերիների վերադարձման ուղղությամբ։ Դա կլինի հրապարակային ձևով տեսանելի, թե
ոչ տեսանելի, բայց նշեմ, որ ոչ տեսանելի գործողությունները նաև որոշ չափով հրապարակային ձևով առերևույթ տեսանելի են լինում, իրենց հրապարակային դրսևորումները ունենում են։ Եվ քանի որ ես տեղյակ եմ տարբեր գործընթացներից, փորձագիտական շրջանակներից, իրավապաշտպաններից եւ այլն, ես նաև որոշ չափով տեղյակ եմ, թե փակ ոչ տեսանելի ինչ ջանքեր Հայաստանի Հանրապետությունը կատարել է կամ կարող էր կատարել։ Ես միանշանակ ասում եմ, որ բազմաթիվ հնարավորություններ չեն իրացվել Հայաստանի Հանրապետության կողմից եւ դրանք էլ հետեւաբար հրապարակային կերպով չեն դրսևորվել։ Եվ ես տեսնում եմ նաեւ, որ որքան մենք մեծացնում ենք հանրային ճնշումը եւ հանրային տեղեկատվական դաշտում ավելի ընդգծված օրակարգ ենք բերում գերիների հարցը, այնքան Հայաստանի Հանրապետության իշխանությունները ստիպված, հարկադրված հանրային ճնշման ներքո կոնկրետ քայլեր են կատարում։ Եվ ես դրա համար կարծում եմ, որ մենք պետք է առավելագույնը անենք, որպեսզի ամեն օր մենք հանրային մեր օրակարգում ունենանք որպես առաջնահերթություն նախ գերիների պաշտպանությունը Ադրբեջանում, իրավական, ֆիզիկական պաշտպանությունը եւ երկրորդը արդեն մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով նրանց վերադարձը։ Իսկ սրա համար առաջին հերթին պետք է Հայաստանի Հանրապետության պետական մարմինները բոլոր իրավական, դիվանագիտական, քաղաքական մեխանիզմները կիրառեն եւ երկկողմ Ադրբեջանի հետ հարաբերություններում եւ բազմակողմ կամ եռակողմ միջազգային հանրության տարբեր դերակատարների հետ հարաբերություններում, որպեսզի մեր գերիները նախ պաշտպանված լինեն, երկրորդը վերադարձվեն հայրենիք։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։